Հանուն հոր եւ որդվո եւ հոգվին սրբո ամեն։ Արդ դուք եղեք կատարյալ, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Մեծ պահքի երկրորդ կիրակին է, սիրելիներս, որ կոչվում է արտաքսման կիրակի։ Ինչպես որ մարդը երջանիկ էր իր դրախտային կյանքի մեջ, ամեն օր Աստծո ներկայության մեջ էր ապրում, բայց մի օր կորցրեց այդ երջանկությունը եւ արտաքսվեց դրախտից։ Ինչն էր պատճառը, երբ Աստված մարդուն ասաց, որ դրախտի մեջ բոլոր ծառերի պտուղներից կարող ես ուտել, բայց այս մեկից, որ չարի եւ բարու գիտության ծառն էր, չուտեք, որովհետեւ մահկանացու պիտի դառնաք։ Եվ օձը լինելով բոլոր ստեղծվածների մեջ ամենախորամանկը, մոտեցավ եւ այն հարցրեց. ինչու չեք ուտում այս ծառի պտղից։ Եվ ան պատասխանեց ասելով, եթե ուտենք, կմեռնենք։ Օձն ասաց, որ չեք մեռնի, հակառակը աստվածներ կդառնաք եւ կկարողանաք դուք էլ բարին ու չարը տնօրինել։ Եվ ասում է Եվան նայեց պտղին, շատ հաճելի թվաց իր աչքերին, քաղեց, կերավ եւ տվեց նաեւ իր ամուսնուն, եւ երկուսի աչքերը բացվեց, իրենց մերկությունը տեսան։ Եվ ժամեր հետո Աստծո ոտնաձայնը լսեցին, որ դրախտում էր գալիս էր, թաքնվեցին։ Եվ Աստված կանչեց. Ադամ, Ադամ, ուր ես։ Ադամն ասաց. Տեր, թաքնված եմ, եւ Տերը հարցրեց. միթե կերար։ Ադամն ասաց, որ չկերա, այլ դու այն կնոջը որ տվեցիր, նա տվեց, որ ուտեմ։ Մեղադրեց Աստծուն։ Եվ այն հարցեց. դու ինչու կերար, ասաց, որ օձը խաբեց դրա համար կերա։ Եվ ինչ եղավ, Աստված անիծեց եւ մարդուն հանեց դրախտից, փակեց դրախտի դուռը եւ հրեշտակը սուրը ձեռքին կանգնեցրեց, որpիսի եթե մարդ չապաշխարի, չկարողանա մտնել այնտեղ։ Աստված դրախտի դուռը փակեց մարդու համար, բայց ամենակարևորը մեզ համար բացեց ապաշխարության դուռը, որով մենք կարող ենք նորից այդ իրականությունը վերականգնել։ Սա անցյալում հեքիաթանման մի պատմություն չէ, որ տեղի ունեցել, սիրելիներս։ Սա յուրաքանչյուր մարդու անհատի կյանքի պատմությունն է, որովհետև ամեն մեկս էլ մեր կյանքի մեջ մեր բաժին արտաքսում ունենում ենք։ Եվ ինչ է նշանակում արտաքսվել, դրախտից դուրս գալ։ 4 կարևոր բան կա։ Նախ մարդը կորցնում է իր խաղաղությունը։ Երբ որ մարդը արտաքսված է, կորցնում է իր խաղաղությունը։ Երկրորդ սերն է կորցնում։ Երրորդը Աստծո ներկայությունն է կորցնում։ Եվ վերջապես երջանկությունը այլևս չի կարողանում վերականգնել։ Մեր նախածնողները այս ամենն ունեին, բայց մեղքի պատճառով կորցրեցին։ Երբ որ մենք էլ առաջին անգամ մեղք ենք գործում, արգելված պտուղն ենք ճաշակում, առաջինը զգում ենք, որ մեր խաղաղությունը կորցրեցինք, որովհետև մեզ թվում է, թե բոլորը գիտեն մեր հետ ինչ է կատարվել եւ բոլորի աչքերից խուսափում ենք, մեկուսանում ենք, առանձնանում ենք, վախենում ենք, որովհետև մեզ թվում է, թե ամեն մարդ գիտի այդ մեղքը, որ մենք գործել ենք։ Սա այդ խաղաղության կորուստն է, որովհետև քանի դու անմեղ ես, մաքուր ես, ազնիվ ես ինքդ քո հետ, Աստծո հետ հարաբերության մեջ ունես այդ խաղաղությունը։ Երկրորդ սիրելիներ, Աստծո ներկայությունն են կորցնում։ Պատկերացնում եք մարդ եւ Աստված ամեն օր խաղաղության մեջ, սիրո հարաբերության մեջ, զավակի ու ծնողի այդ ներկայությամբ իրենք ապրում էին Աստծո հետ, մարդը եւ Աստված այդպես էին ապրում։ Տեսեք, երեկոյան Աստված նորից եկավ դրախտ Ադամին տեսնելու։ Հենց այնպես Աստված չկանչեց. Ադամ, ուր ես։ Ուզում էր ասել, որ Ադամ, գիտեմ, որ այդ մեղքը գործել ես, բայց մի թաքնվիր ինձանից, մի վախեցիր։ Ես նույն սիրող հայրն եմ, որ եկել եմ քեզ բուժելու, փրկելու։ Բայց Ադամը իր հպարտությամբ չցանկացավ ասել. Տեր, կներես, ճաշակել եմ, ինչպես մենք միշտ այդպես վարվում ենք, մեր հպարտությունը թույլ չի տալիս, մեր մեղքը ընդունել, ներողություն խնդրելու հարցը փակել, այլ հպարտությամբ ամբոստ ենք դառնում, չարություն, նույնիսկ ավելի մեծ հանցանքի տեր ենք դառնում, մինչև ապացուցենք, որ մենք անմեղ էինք։ Այնպես էլ Ադամը մեղադրեց Աստծուն, որ եթե դու Եվային չտայիր, Եվան պատճառ դարձավ այդ պտուղը ճաշակելու, ես իմ անմեղությունը չէի կորցնի։ Դրա համար այս կիրակին նաև կոչվում է ներման կիրակի մեզ համար, ինչու, որովհետև այսօրվա ավետարանական ընթերցումն էր այդպես. աղոթեցեք ձեր թշնամիների համար, օրհնեք ձեզ անիծողներին, ներեք ձեզ հալածողներին, ձեզ ցավ պատճառը, ներեք։ Եթե չներես, այս հարաբերությունը չես կարող վերականգնել։
Ուրեմն Աստված մեզ հրավիրում է այս արտաքսումի մեջ ապաշխարության ճանապարհով ներումը հայցելու, որ Տեր մենք ներողություն ենք խնդրում, ոչ թե որ նախ մեղքը կործեցինք, այլ որ քո ներկայությունից զրկվեցինք։ Մենք սրա համար ենք ներողություն խնդրում, որ Տեր մենք մեր արարքով քեզ ենք ցավ պատճառել, քո սրտի մեջ սուր ենք մցրել, որովհետև չենք գիտակցել մենք ինչ ունեինք, ինչի համար ենք ապրում այս աշխարհի մեջ։ Երրորդը սերն է, սիրելիներ, որ մարդը կորցնում է մեղք գործելով։ Այն սերը, որ ունես, որ մարդիկ քեզ վստահում են, որոնք մարդիկ քեզ հավատում են, որոնք մարդիկ քեզ հետ ուզում են նստել, ճաշել, ճանապարհ գնալ, գործ սկսել, այդ սերն ես դու կորցնում։ Եվ հետո շատ դժվար է, բայց մենք ուզում ենք, որ մեկ ակնթարթում այդ սերը նորից վերականգնենք։ Ոչ, նախ դու պիտի ապացուցես, որ դու այնպիսին չեր, ինչպիսին այս պահին ես։ Դու պիտի ապացուցես, որ քո սերը այլևս կեղծավոր սեր չէ։ Այսօրվա խոսքն էր նաև Հիսուսի։ Եթե միայն ձեր բարեկամներին սիրեք, միայն ձեր ծանոթներին ժպտակ, կեղծավորի վարձ պիտի ստանաք։ Որը մենք այնինչ որ մենք անում ենք, պիտի հասկանանք, որ այդ ազատության հետևանքով ենք կորցրել եւ պիտի գնահատես քո ազատությունը։ Բանտում եղած ցանկացած մարդու հարցնեք, ինչ ցավ ունեն, ինչ են այստեղ փնտրում, առաջինը կպատասխանեն ազատությունը։ Որտեւ ազատությունը կորցնելուց հետո ես հասկանում, որ սերը սահմանափակված է։ Դու այլևս փշալարերի մեջ ես եւ այն անմեղ սերը, մաքուր սերը, որ քեզ պահում էր, առաջնորդում էր այս աշխարհի մեջ, այլևս առաջվանը չէ, քեզ չի կարող փրկել։ Եվ այս կորուստի մեջ է, որ մարդը պիտի հասկանա եւ Հիսուսը շատ գեղեցիկ օրինակ է պատմում է Սուրբ գրքի մեջ բարի սամարացու առակը։ Ասում է մի մարդ Երուսաղեմից Երիքով էր գնում։ Երուսաղեմ նշանակում է խաղաղություն։ Երիքով նշանակում է լույս, բայց այդ լույսից հեռանում է ամեն մարդ, որտեղ փոփոխական է նշանակում, ինչպես որ լուսինն է, արևի լույսից լույսը վերցնում, լույս է տալիս, բայց ինքը այդպեսին չէ, այնպես էլ մարդ, երբ որ ճունի Աստծուց եկող խաղաղությունը, ինքը փոփոխական է։ Այնպես էլ մարդը որոշեց, որ Աստծուն թողնի եւ գա այս աշխարհի մեջ Երիքովում ապրի, եւ ինչ եղավ, ասում են, ընկավ ավազակների ձեռք։ Ավազակները դևերն են, չարությունն է, ատելությունն է այս աշխարհի մեջ եւ վերջապես մեղքն է։ Եվ ինչ արեց, կիսամերթ թողեց, թալանեց ամբողջ շնորհները, հոգևոր իմաստությունը, Աստծո ներկայությունը գողացավ այս մարդուց եւ կիսամերթ թողեց ճանապարհին։ Եկան անցան քահանան, ղևտացին, չմոտեցան, որովհետեւ իրենք էլ վախ ունեին, իրենք էլ դերևս կատարության մեջ չէին։ Եկավ սամարացին, որ մերժված էր հրյաների կողմից, բայց Հիսուս ինքը բարի սամարացին եկավ, խնամեց, վերքերը մշակեց, գինով ու ձեթով լված, հետո տարավ հանձնեց Պանդոկապետին, որ Պանդոկը եկեղեցին էր, որտեղ մարդը միայն եկեղեցու մեջ կարող է ապահով լինել, միայն եկեղեցու մեջ կարող է պաշտպանված լինել, եւ ասեց խնամիր իմ երկրորդ գալուստին, եթե ավել բան ծախսանես կվճարեմ։ Տեսեք, Աստծուց հեռու ընկող մարդը ընկնում է միշտ ավազակի ձեռքը։ Այնպես էլ Ադամն ու Եվան միշտ լույսի մեջ էին։ Մենք էլ միջև մեր անմեղությունը կորցնելը, մենք լույսի մեջ էինք։ Մեր միտքն էր մաքուր, մեր սիրտն էր մաքուր, մեր լեզուն չարախոսությամբ, ստության, բամբասանքով չէր ապրում։ Մեր ականջները ամեն օր բամբասանք չէին ուզում լսել, չէին կախորժում չարության խոսքերը լսել։ Մեր ձեռքերը մաքուր են, որովհետև մենք գիտենք, եթե այս ձեռքերը մաքուր չլինի, մենք չենք կարող մեր ձեռքերը երկինք բարձրացնել, Տիրոջից այլ բան խնդրել։ Կորցրեցին, որովհետև այս ամենով մեկտեղ մարդը մերկացավ այն շնորհներից, որ ուներ Աստծո ներկայության մեջ։ Դուրս եկավ դրախտից, ինչ տեսավ Ադամն ու Եվան առաջինը՝ մութ, խավար եւ վախեցան։ Ուրեմն մեղքը նաեւ մարդուն տանում է վախի։ Պիտի վախենաս ամեն օր, երբ որ Աստված քո ներկայության մեջ չէ։ Եվ ինչու է Հիսուս այսօր ասում կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ։ Աստծուն մարդը կարող է մոտենալ, երբ որ այս ամենը կարողանա իր կյանքի մեջ վերականգնել։ Երբ որ մեղքը մեր կյանքի մեջ է, մենք շարունակում ենք ամեն օր չարությամբ ապրել, ատելության մեջ ապրել, կեղծիք տարածել մեր կյանքի մեջ, ուրիշի պատմած սուտը ճշմարտության տեղ ընդունել եւ այլ մարդկանց այդ սուտը պատմել, դու չես կարող մոտենալ Աստծուն։ Դու պիտի այս ամենից հրաժարվես։ Դրա համար դրախտի դուռը փակված է, բայց մեզ համար բացված է ապաշխարության դուռը։ Աստված թեև հանել է մեզ դրախտից,
բայց չի թողել մեզ միայնակ այդ ճանապարհի մեջ։ Մեզ հրավիրել է ապաշխարության ճանապարհով նորից մոտենալ իրեն։ Եվ այն ժամանակ պետք է մոտենաս, երբ որ գիտակցես, թե քո ցանկացած ազատությունը քեզ ինչ վտանգների մեջ է գցել։ Երբ որ դու մեղքի մեջ ես հայտնում, մեղքը ինչպես որ ձեռքից ձեռ անցած բաժակն է կամանց կեղտոտվում, այնպես էլ մարդն է, որ մեղքից մեղք է անցնում, ինքը այլևս կորցնում են մաքրությունն ու անմեղությունը, որ ուներ, երբ որ ինքը եկավ այս աշխարհ։ Մենք երբ որ գալիս ենք այս աշխարհ, այդ լույս աշխարհ ենք գալիս, մեր մոր արգանդից դուրս ենք գալիս, Աստծո լույսը տեսնում ենք, մենք անմեղ ենք, մաքուր ենք, լույսն ենք տեսնում, լեզու չգիտենք, բայց ժպտում ենք, ծիծաղում ենք, որովհետև հրեշտակներին ենք տեսնում, Աստծուն ենք զգում։ Երբ որ կամանց մեծանում ենք, սկսում ենք արդեն տարբերակել որն է լավը, որն է վատը, սուտ խոսելն ենք սովորում, նախանձն ենք սովորում, չարությունն ենք սովորում, մեր սիրտը կամանց վերածվում այդ դատարկված դրախտին։ Եվ ինչու է առաքյալն ասում, որ մարդու միտքը երեխան մանկուց չարի ծառայության տակ է։ Այդ չարությունը գալիս է ամենը լցվելու մեր մեջ։ Եվ երբ որ մենք մեզ չպաշտպանենք դրախտային այդ երանական կյանքի զգացումով, մենք ամեն օր այս արտաքսման ցավը պիտի զգանք մեր կյանքի մեջ։ Ադամի եւ այպես մենք էլ պիտի ներկանանք ոչ թե որ հակուս չենք ունենա հակնելու։ Չէ, այսօր շատ մարդիկ կան, որ շատ փառավոր զգեստներ ունեն, բայց իրենք մերկ են, որովհետեւ իրենց հոգու մերկությունը հնարավոր չէ ծածկել։ Այսօր շատ մարդիկ կան, որ մերկացած են իրենց մաքրությունից, իրենց լեզուն սովոր չէ այլևս ճշմարտությունը խոսել, իրենց ձեռքերը վարժված են խաղադրույքներ կատարելու, խաղամոլությամբ ապրելու, հարբեցողությամբ զբաղվելու, մարդ սպանելու, մարդ ծեծելու։ Այս անցնող շաբաթվա մեջ մի քանի սպանություն ենք ունեցել մեր երկրի մեջ, երիտասարդներ, ովքեր դանակը կամ ատրճանակը, ավտոմատ իրենց ձեռքի կամ մեքենայի մեջ մարդ են փնտրում, որ սպանեն, որովհետև վախենում են իրար աչքերի մեջ նայել ու խոսել, կարծելով թե բիրտ ուժի միջոցով դու կարող ես ճշմարտությունը հաստատել։ Հնարավոր չէ, սիրելիներ։ Այդպես էլ սատանան է մարդուն այդ վիճակի մեջ պահում, որպեսզի մարդը Ադամի պես հանկարծ չասի. Տեր, ներիր ինձ։ Որ մենք չասենք. Տեր, մենք մեղավոր ենք քո առջև, ներիր ինձ։ Մենք քո կատարելությանն ենք ձգտում, օգնիր ինձ ընկածիս։ Մենք գողի պես ենք ապրում այսօր աշխարհի մեջ։ Վախով ու գողանալով ենք ապրում, այնպես որ գողն է մթության մեջ գործում, գողն է թաքնված գործում, մարդասպանն է թաքնված իր զոհին փնտրում, այնպես մենք ապրում ենք այսօր այս աշխարհի մեջ, չգիտակցելով, որ մենք արտաքսված ու միայնակ ենք այս աշխարհի մեջ։ Եվան, երբ որ նայեց պտղին, հաճելի թվաց, մեկ բան էր իր մտքի մեջ, ես այդպես եմ մտածում, որ ինչ լավ է, որ ես Աստված պիտի դառնամ, ինչպես որ մենք հատկապես երիտասարդ տղաները լավ գիտեն, որ ասում են արա որ շուտ մեծանաս, արա որ հասունանաս, արա որ իմանաս ոնց պիտի շուտ ձևավորվես այս կյանքի մեջ։ Մենք այսպես ենք խաբում մարդուն, որ եթե դու շատ հարուստ դառնաս, ամեն բան քեզ կարելի պիտի լինի։ Մեկ գիշերվա մեջ դու կարող ես խաղատանը հազարավոր դոլարներ վատներ, որտեղ դու իրավունք ունես այդպես ապրելու, թեկուզ թե քո տանը քո կինն ու երեխան տառապում են քո բացակայությունից։ Դու ծխիր այս ծխախոտը, որտեղ սա է տղամարդու կեցությունը, սա է տղամարդու պատիվ, դի ծխես, քո վրայից պիտի ծխախոտի հոտ գա, որ աղջիկները քեզ սիրեն։ Աղջիկն էլ թվում է թե իրենք եթե շատ շպարվեցին, շատ գեղեցկացան, իրենց հոգու գեղեցկությունը տեսանելի կդառնա։ Այդպես չէ։ Այդ շատ գեղեցիկի տակ կարող է հրեշը թաքնված լինել։ Անհնազանդ մարդը կարող է թաքնված, լեզվանի մարդը կարող է թաքնված լինել, սիրելիներ։ Դրա համար Տերը ուզում է, որ մենք այդ արգելված պտուղը, որ փնտրում ենք, եւ պիտի մերկանանք դրա ճաշակումով, մենք չգնանք, ընկնենք դրա մեջ, հետո դարձ ունենանք, այլ ամեն օր փնտրենք կյանքի պտուղը, այնտեղ նաեւ կյանքի ծառը կար դրված, բայց մարդը կյանքի ծառին Քրիստոսին չի ուզում մոտենալ։ Այս աշխարհի պտուղները ավելի համով են թվում իրեն, ավելի գեղեցիկ են դրանց տեսք, որովհետև դրանց գործելու համար դու պարտականություն չունես։ Իսկ երբ որ Աստված դրախտից հանեց, ուզեց, որ մարդը սովորի ոչ թե պարտականությամբ սիրել Աստծուն, Աստծո տված լույսը գնահատել, այլ իր սիրով ու ցանկությամբ այդ ամենը ուզենալ ունենալ։ Երբ որ երեխան իր ծնողին պարտավորված է սիրում, պարտավորված է լսում, դա լավ բան չէ։ Դա հակառակը,
այդ երեխայի մեջ կարող է չարություն, ատելություն բերել իր ծնողի հանդեպ։ Բայց երբ որ մեկ բաժակը դու սիրով ու հոգատարությամբ ես տալիս քո ծնողին, դու քո ամբողջ սերն ես դնում դրա մեջ։ Այդպես էլ Աստված է մարդ հարաբերության մեջ ամեն բան ստեղծել է, որպեսզի մարդը գտնի այդ ճշմարտությունը։ Եվ Ադամի Եվայի այս տխուր պատմությունը յուրաքանչյուրիս կյանքի պատմությունն է։ Երբ որ մեր կյանքի մեջ կան ձախորդություններ, անհաջողություններ, ամեն բան սխալ է գնում, մենք ամեն բան մեր կարծիքով ճիշտ ենք անում, բայց հակառակն է լինում, մի պահ անդրադարձեք այդ արգելված պտուղը որտեղ եք ճաշակել կամ ում հետ եք ճաշակել։ Երբ այսօր Հիսուս ասում է, երբ որ քո ձեռքը կամ աչքը քեզ գայթակղեցնում է, կտրիր դենն նետիր, որպեսզի կարողանաս երկնքի արքայություն մտնես, այդ մարդկանց մասին է, ոչ թե քո ձեռքը պիտի կտրես կամ աչքը թանես, այլ այն մարդուն, ով քեզ առաջնորդում է, ասում է կեր այս պտուղը, լավ պտուղ է, կեր, ով քեզ ասում է գողանալը լավ բան է, խաբելը լավ բան է, շնություն անելը լավ բան է, այդ մարդկանց ասում քո կյանքից դուրս հանիր, որպեսզի կարողանաս ինձ տեսնել։ Սա է այսօրվա խորհուրդը, սիրելիներ, երջանիկ կյանք եւ մեկ էլ մի ակնթարթում արտաքսում։ Սիրող զույգեր, ինչպես մեր կյանքում ամուսնանում են, մեկ շաբաթ, 10 օր, 1 ամիս, 2 տարի հետո բաժանվում են։ Ինչու? Որովհետև հոգևոր սերը չէր կապել այդ մարդկանց։ Իրենք չուզեցին առանց իրար ապրել, այլ ուզեցին իրար հետ ապրել։ Սրանք տարբեր բաներ են։ Երբ որ դու չես ուզում առանց մեկի ապրել, սա ուրիշ զգացում է բերում քո մեջ։ Դու ուզում ես ամեն կերպ այդ մարդուն երջանկություն պարգևել, բայց երբ որ դու ուզում ես ստիպողաբար ապրել այդ մարդու հետ, պիտի քանդվի այդ ամենը, որովհետև այդտեղ հոգևոր եւ կամավոր սերը, զոհաբերությունը չկա։ Ուրեմն Ադամի Եվայի այս պատմությունը թող ոչ թե անցյալի հուշ լինի մեր կյանքի մեջ, այլ մեզ համար ամենօրյա պատմություն։ Օծը ինչպես Եվային ամեն օր մեզ էլ է մոտենում։ Օծերը բազում են մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Մեր ականջին են շշնջում, մեր մտքի մեջ են շշնջում, մեզ առաջարկում են բացահայտ մեր սեղանին են դնում այդ ուտելիքը, որ մենք ուտենք։ Այստեղ է կարևորը, որ մարդը հասկանա, որ ինքը պետք է իր հոր պես կատարյալ լինի։ Ինչու է ասում ձեր հայրը Աբրահամը չէ Հիսուս, ձեր հայրը Սատանան է, դուք ստի զավակներն եք։ Երբ որ դուք ինքդ քեզ կեղծում ես, դու նաև հրաժարվում ես Աստծո զավակը լինելուց։ Իսկ մենք կոչված ենք հոր զավակը լինելու։ Հաջորդ կանգառը մեր որ անառակի Կիրակին է, կտեսնենք, որ այս զգացումը որ չունես, քո հորից ավելին ես պահանջում, որպեսզի վատնես ինքդ քո ազատություն օգտագործես, պիտի անառակության մեջ հայտնվելով դառնաս խոզարած, խոզի կեր պիտի ուտես, ինքն այս աշխարհի կերը պիտի ուտես, հետո նոր հիշես, որ չէ որ հայրդ քեզ ամեն օր տաք ճաշ էր տալիս։ Քո հոր մեջ տան մեջ դու տաքուկ փափուկ սենյակ ունեիր, այնտեղ պատվավոր զգեստներ էր հագնում, իսկ այստեղ ստրկության մեջ խոզերին հավասար ապրում ես այս աշխարհի մեջ։ Ուրեմն ձգտումը թող լինի մեր կատարելության, մեր ամեն օրը պետք է տարբերվի։ Մեր ամեն օրը երեկվա օրը արդեն կորած է մեզ համար, ասենք հետ չենք բերելու այդ օրը։ Բայց այսօրը պիտի երեկվա օրից լավը լինի, վաղվա օրը պիտի այսօրվանից լավը լինի։ Եվ այս հոգևոր ճամփորդությունը այդ կատարելության գնալն է, որ ապաշխարությամբ մենք կարողանանք բացել երկնքի արքայության դուռը։ Հրեշտակային սուրը, որ դրված է մեզ թույլ չտալու, այլ պետք է իջեցնենք այդ սուրը, բանալի դարձնենք, բացելու ասելու Տեր, ինչքան որ հնարավոր էր, մեր մարդկային տկարությամբ, մեր կարողությամբ փնտրեցինք քեզ, փորձեցինք ճանաչել քեզ, զգալ քեզ, ունենալ քեզ մեր կյանքի մեջ, եւ Տերն էլ պիտի ասի. մտեք իմ ուրախության մեջ, իմ հոր օրհնվածներ, ինչի համար որ ես իմ կյանքը պիտի զոհաբերեմ, զոհաբերել եմ եւ շարունակել եմ զոհաբերել ձեր փրկության համար։ Թող Տեր օրհնի բոլորիս, իր խաղաղության մեջ պահի, որպեսզի ամեն մեկս մեր մեղքի մերկության հետևանքով, երբ որ ինքներս մեզ նայենք, չամաչենք, որ սայթակել ենք։ Ամոթ բան չէ սայթակել, ամոթ է, որ դու փորձում ես մնալ այդ վիճակի մեջ, ամաչում ես ներում խնդրել եւ բարձրանալ։ Ինչ որ կլինի, միշտ Տիրոջից խնդրեք, որ ձեր մեջ չմարի ոտքի կանգնելու այդ ցանկությունը։ Ինչ էլ որ լինի, չհրաժարվեք Տիրոջ ձեռքը բռնելուց։ Ինչ էլ որ լինի, Տիրոջն ասեք. Տեր, փրկիր ինձ, եւ Տերը կփրկի մեզ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։